Ողջույն բոլորին հայերին, կամ այլ ազգերին, ովքեր գիտեն հայերեն, այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես է Իրանը կռվում։ Իսկ հիմա մենք կխոսենք այն մասին, թե ինչպես են բոլորն ապստամբել նրա դեմ Իրաքը, Սաուդյան Արաբիան։ Եկեք չմոռանանք նաև Քուվեյթի մասին և դեռ փոխվել է Սիրիայի նախագահը և այս նախագահը ԱՄՆ-ի կողմից է և այո, Իրանի գլխավոր թշնամիները հիմա դա դե Ամերիկան է ու Իսրայելը կներեք սխալվեցի։ Իրանը հարվածեց Դուբային, ինչի պատճառով Միացյալ Արաբական Էմիրությունները ապստամբեցին Իրանի դեմ։ Նաև Իրանը գիտեք ինչու հարվածեց Դուբային, որովհետև այնտեղ ամերիկյան բազա կա և կատարում էլ նման բան կա, դե նա նույնպես իհարկե ստացավ իր բաժինը Իրանից։ Թրամփը անընդհատ ստում է, թե չի հարձակվելու։ Նա և խոսում է նախագահների հետ, և հարվածում Իրանին։ Նա արդեն քանի անգամ ասում է, որ չի հարձակվելու Իրանի վրա, բայց միևնույն է անում է դա։ Իրանը նրան խաբեբա է անվանում, և այդ պատճառով, երբ Թրամփը առաջարկեց Իրանին դադար տալ, այսինքն այլևս երբեք չկռվել, Իրանը չհամաձայնեց, որովհետև նա կարծում էր, որ դա սուտ կլինի։ Նրա տեղը ես էլ այդպես կանեի։ Իրանն արժանիորեն պայքարում է բոլորի դեմ։ Նա հարվածել է և Թուրքիային, և Ադրբեջանին Նախիջևանի ուղղությամբ։ Ադրբեջանը պատասխանեց Նախիջևանի համար, բայց հետո ներողություն խնդրեց և փակեց սահմանները Իրանի հետ, ինչպես և Հայաստանը մի քանի օր առաջ։ Թրամփը խնդրեց բոլոր եվրոպացիներին, որպեսզի նրանց մոտ ամերիկյան բազաներ ստեղծի և բոլորը համաձայնեցին, բացի Իսպանիայից մենք տեսնում ենք, որ Իրանն անպարտելի է։ Չէ, ես չեմ կատակում, Սաուդյան Արաբիան և Քուվեյթը միավորել են իրենց ուժերը Իրանի դեմ, որոշ մարդիկ դա անվանում են երրորդ համաշխարհային պատերազմ։ Մենք տեսնում ենք, որ Իրանը շատ ու շատ ուժեղ պայքարում է բոլորի դեմ և նրա մտերիմ դաշնակիցները ապստամբել են նրա դեմ։ Ես խոսում եմ Իրաքի մասին, բայց նրան միևնույն է և նա հիմա երևի կհարվածի Իրաքին։ Շատ երկրներ են պայքարում Իրանի դեմ, ոմանք իրենց պատճառով, որովհետև Իրանը ռումբ է նետել նրանց վրա ամերիկյան բազաների պատճառով։ Չգիտեմ, թե ինչ նկատի ունեն մարդիկ, երբ ասում են, թե Վրաստանը փակել է սահմանները Իրանի հետ, չէ՞ որ նա Իրանի հետ սահման չունի։ Ինչ եմ ուզում ասել։ Ընդհանուր առմամբ Ղազախստանը ցանկանում է անցնել Ամերիկայի կողմը։ Հնարավոր է, որ նա նույնպես միանա այս մարտին և հարձակվի Իրանի վրա։ Բայց հետո նա հաստատ իր բաժինը կստանա Իրանից։ Իսկ ես կարծում էի, որ Ղազախստանը շատ բարեկամական երկիր է, և ոչ մեկի վրա չի հարձակվում։ Այսքանով ամեն ինչ սիրելի ընկերներ, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հաջողություն բոլորին երեխեք։